Հարգելի հետևորդներ, ես այժմ գտնվում եմ Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Հոփարցի գյուղու եկեղեցու բակում։ Ուրեմն գյուղացիները ինձ ասեցին, որ այս եկեղեցին, ահա տեսնում եք, դուռ է դրված եւ ինչպես նաեւ քարերով որոշակիորեն ցանկապատված է տարածքը, որպեսզի անասունները մուտք չգործեն եկեղեցու տարածք։ Ինձ ասեցին գյուղացիները, Հոփարցի գյուղի բնակիչները ինձ ասացին, որ այս եկեղեցու դուռը դրվել է, ինչպես նաև տարածքը ցանկապատվել է եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մերուժանի ջանքերով եւ Տեր Մերուժանի նախաձեռնությամբ։ Հիմա ցույց տամ եկեղեցու տարածքը։ Սա էլ իմ հեծանիվն է։ Մոտենանք այս խաչքարին։ Ցավոք կողպեքով փակված է դուռը, ինչպես տեսնում եք, այլապես ես մուտք կգործեի ներս եւ ներսը նույնպես կնկարահանեի։ Ինչպես արդեն տեսնում եք, դժբախտաբար եկեղեցին գտնվում է բավականին անմխիթար վիճակում։ Սակայն տասնյակ տարիների հնություն ունի այս եկեղեցին, որովհետև կառուցվել է բավականին վաղնջական ժամանակներից։ Հիմա եկեղեցու ետնամասում եմ գտնվում, այստեղ հավանաբար տեսեք կամարաձև մուտք է եղել, սակայն պատերով մուտքը փակվել է, ահա տեսեք կամարաձև մուտքը։ Հեռվից ցուցադրեմ եկեղեցու ողջ համայնապատկերը։ Իմ մանկությունը անցել է այս գյուղում, Հոփարցի գյուղում։
Եվ ցավով պետք է նշեմ, որ դեռևս իմ մանկության տարիներից եկեղեցին մշտապես գտնվել է այսպիսի անմխիթար վիճակում, ուստի ես հիմա պատկան մարմիններին կոչ եմ անում, որպեսզի հետևողական լինեն եւ այս եկեղեցին գտնվի պետության հոգացության ներքո եւ ակնկալում եմ, որ պետական միջոցների հաշվին կբարեկարգվեր եւ կվերանորոգվի անմխիթար վիճակում գտնվող այս եկեղեցին, որպեսզի Հոփարցի գյուղի բնակիչները ունենան իրենց աղոթատեղին։ Եվ եկեղեցին եթե բարեկարգվեր, ապա բարեկարգվելուց եւ վերանորոգվելուց հետո ինչու ոչ կարելի էր նաեւ այդ եկեղեցու տարածքում կատարել պատարագի արարողություններ կամ այլ եկեղեցական ծիսակատարություններ։ Շատ վատ է, որ մեր պատմամշակութային կոթողներին պատկան մարմինների կողմից պատշաճ ուշադրություն չի դարձվում եւ այն գյուղապետերը, ովքեր որ զբաղված են թալանով, կոռուպցիայով, լավ կլիներ, որ թալանելու փոխարեն այդ միջոցները ուղղեին այս եկեղեցիները բարեկարգելու համար։